Պատիվ թե վաղ ամեն մի հարց ունի մեկ պատասխան որոշել էի, քանի որ այնքան էլ փոփոխություններ չկա, բայց տակից ավելի շատ փոփոխություններ են լինում, քան երևում է այդ ամենը, տեսնում են մարդիկ եւ դուք ընդհանրապես, երբ որ այդ ամենը կատարվում վերջանում է, նույնիսկ կատարվելու ընթացքում չեք դա իմանում կամ հասկանում, որ կատարվել է, դրա համար երկար ժամանակ չէի խոսում, հիմա մի երկու բառով կասեմ եւ կանցնեմ հիմնական այն հարցին, որը վերաբերվում է հատկապես այն հայերին, որոնք կարող են գոնե մյուսներին փրկեն իրենց ունեցած գումարի պատճառով, հասկանում եք։ Եվ ինչու են այս տականքները լուր, այս 4 տականքներն էլ լավ գիտեն, որ 2 օր առաջ այս տականքը հրահանգ է ստացել, որ արդեն լուծարում ենք Հայաստանը, լուծարում, հասկանում եք։ Երբ որ ես ասում եի, որ Հայաստանը պետք է լուծարեն, կասկածում եք, բայց Հայաստանի լուծարելը դա դեռ քիչ է, ընդհանրապես ինչ են ցանկանում անել, մաղել ընդհանրապես ազգին։ Եթե այս ոչխարները չեն հասկանում, որ եթե մի գերեզմանաչափ տեղ են տվել, հետո էլ տեղը դառնում է մի ոտքատեղ, հետո էլ այդ տեղը դառնում է միայն կրունգը վրան կարողանա դնել, դրանով հարցը չի լուծվում, հարցը ավելի խորն է եւ հարցը ավելի Եթե ասես, որ սրա ժամանակ սա ինքը չգիտեր ինչ հրահանգներ է ստացել եւ Հայաստանին ինչ է սպասում, ապա սուտ խոսի։ Նույնը սրա ժամանակ ոչ ոքի սրանցից 4-ին էլ ոչ ոքի խոսք չեն տվել, որ Հայաստանը ծաղկելու է, դու էլ մնալու ես։ 4-ին էլ ասել են, Հայաստանից կտաս այսքանը, դու կմնաս, ինչքան շատ քանդես, այնքան երկար կմնաս, բայց քեզնից հետո բեր քո նման մի տականքի հերթականության, որ քանդեք, ավիրեք այդ երկիրը։ Ոչ միայն Հայաստանում են քանդում, ավիրում, դա կատարում են նաև ամբողջ աշխարհի հայերի հետ։ Երբ որ ասում եմ զգուշացեք, սա արդեն վերջն է, մի քանիսն էլ Բանիկոլը ինչ է արել, Քոչարյանին բերել է, իր բեռնով է ասում, Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանով ով էր, ում շունն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բերել է, եւ Լևոն Տեր-Պետրոսյան տականքն էլ այժմ դրել է խաղի մեջ, սա կարևոր հարց չի, միայն սա նշում եմ, որ դուք պատրաստվեք կարևոր հարցը իմանալու եւ հասկանալու այդ հարցի իմաստը, կամ սա ասենք լավ խելոք աղջիկա թե ինչա, սրանք իրենցից ինչ են ներկայացնում, որ միլիարդ հատեր պետք է դառնան, կամ այս ոչխարը ցեմենտ ծախելու հաշվին իր աղբորն էլ, իր ընտանիքն էլ, Հայաստանն էլ, ամեն ինչ մոռացավ, սրա նմանները ոնց կարող են ապրել, մայրը շատ խիստ էր, հայրը գիտնական, այս անասունի մասին է ասեմ, երբ որ սրա հերը ադրբեջանցի է, ադրբեջանցին ոնց գիտնական կլեր, այս ստախոս տականքի մեկը, ինչ եմ ասում, ծայրից ծայր այս տականքները սուտ են, Հայաստանը ստի վրա կառուցել են այս հատկապես վերջի 32 տարում եւ ստի վրա գնում է մինչև վերջ ու ստով գնում է կործանման, ինչպես աշխարհն է գնում կործանման, աշխարհը այլ ճանապարհով է գնում, մենք այլ ճանապարհով ենք գնում, հիմա կբացատրեմ ամեն ինչ կետ առ կետ, որպեսզի հասկանաք։ Բրուտի մոտ բոլորն էլ սրանք հայերին վնաս գործ բլերն էլ է արել, սա մեծացրել է այդ գործի քանակը որոշ չափով, Քեմերոնը ամենաշատն է կատարել հայերին ոչնչացման եւ Արցախը տալու գործում ամենաշատ հրահանգները թե Ռուսաստանին, թե Ադրբեջանին, թե Թուրքիային, թե
Սերժիկ Նարիմանովին, Քեմերոնն է, ամբողջը դա նրա միջոցով է եկել, ճիշտ է, բրուտն է այստեղ, բայց Քեմերոնի միջոցով է եկել։ Եվ ավելի կեղտոտ էին դրանցից այս Մեյը եւ վերջում Ջոնսոնը, որ Ջոնսոնի ժամանակ կատարվեց Հայաստանի արդեն քանդման սկիզբը, եւ բրուտը մտածում էր, որ Ջոնսոնն էլ իր գործը կատարեց, դրանից հետո բերել Լիս Թրասին, բայց այդտեղ սխալվեց։ Միակ անձնավորությունը, որը հրաժարվել է որևէ հրահանգ տալ որևէ երկրի Հայաստանին ոչնչացնելու համար եւ բրուտի տանը զրույցի ընթացքում արտահայտվել է, որ ինչպես կարելի է ծերունուն փոխարինել նոր ծնված կիսահիվանդ մեկ այլ բառ կա խեղաթյուրված լակոտի հետ։ Ես դրա տակ չեմ ստորագրել, այսինքն հնագույն ամենամեծ ազգը լինելով դու նրան ոչնչացնում ես բրուտ ու փորձում ես, որ ես դրա տակ ստորագրեմ, ու հրաժարականը նա տվել է հենց այդ պատճառով։ Մի քանի օր առաջ ուղարկեցին այս մասին եւ հետագայում ինչ է ասում, չէ որ դու նրանցից խլել ես այս երկիրը պետք է լիներ կեսը շոտլանդացիներին է, կեսը նրանց է։ Հիմա այլ աճացրած կենթանու միջոցով փորձում ես նման ազգին վերացնել, ու բրուտը ասել է ռադդ քաշի իմ տանից, գնացել հրաժարականը տվել էր այս անձնավորությունը։ Միակ մարդը, որը կանգնել էր հայերի օգտին, այս կինն է եղել։ Բայց այդ ժամանակ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից այլ բան էին ներկայացնում իր վերաբերյալ։ Հատիկ ինչ ասել էր, ես ավելի ձեզ հասկանալի ձևով ասել եմ, թե ինչ է պատասխանել նրան, բայց հայերից մեկը չկա գոնե հեռուստատեսությամբ, այդ մակա թե ինչա, խոսալու համար միայն, աշխարհին տեղեկացնելու կամ Եվրոմիությունը ինչա, բոլորը լուրջ նստած են, ուրիշը ձեր հարցով հրաժարվում է թագավորից հետո երկրորդ մարդը լինել, իսկ դուք մի 2 միլիոն կորցնելու համար այս բոլոր տականքները կանգնել եւ կարող եք ամմեքի հետևը պատչել միայն գրպանները դատարկ չլինի։ Ահա թե ինչն է այստեղ հարցը։ Իսկ հիմա Ստարմերին այժմ փոխարինել է Էնդի Բերհեմը, սա այս ազնվորությունը ավելի տականք է, քան այս բոլորը բացեսկինը, բոլորը միասին վերցրած այս թվականներից, սա եմ ասում։ Եվ մտածեք եւ Ռուսաստանի հայերը եւ արտասահմանի հայերը ինչ կեղտոտ բաներ են գալու մեր գլխին։ Երբ որ սրանց նման աննասունին էշին դրել եք ձեր երկրի ղեկավար, ապա ձեր երկիրը որքան էլ առույց լինեք, առույցները պետք է խելոք թրջված այսպես կանգնած լինեն, քանի որ էշ եք դրել, էշ, թե սրանք օտարազգի են, թե լրտես են, դա չի կարևոր, բացի դա նաև էշ եք դրել, նույնիսկ լրտեսը օտարերկրյա, երբ որ ինքը այդտեղ շահ ունի, նա գործարան էլ կաշխատացներ, ֆաբրիկա էլ կաշխատացներ, 10-ի տեղը 20 միլիարդ կդներ գրպանը, 50 միլիարդ կդներ գրպանը, համ հայերը կսիրեին, հետագայում էլ որ ինքը չերևար, որ լրտես էր կասեր, այ ձեր ցավատանեմ, ես ոնց եմ լրտես, երբ որ ձեր երկիրը ծաղկացրել եմ, այսքան աշխատատեղ եմ ստեղծել, այսքան գործարան, ինքն էլ գումարը կդներ գրպանը կփախչեր, բայց սրանք այն լկտի էշ լրտես ու տականքներ են։ Եվ այս մասին է խոսքը։ Հիմա այս ոչխարին, երբ որ դիտարկում եք, ինչ եք տեսնում, իմ մի դիտորդներից մեկը լավ ասել էր, այսպիսին
պլակատ կպցնում էին դոշերին կոմունիստների ժամանակ, երբ որ մեկը մահանում էր մինչև 40-ը, և այս նկարը կպցրած ման է գալիս, կամ այս բոլոր տականքները, ու այսօր ոչ միայն ձեր երեխեքի, ձեր ծնողների, ձեր թոռների բախտը սրանք են որոշում, ոչ թե դա որոշում է Լոնդոնում կամ Մոսկվայում կամ այլ տեղ, այս տականքներն են որոշում, ներսից են անում, որ ոչ մի պրետենզիա և աշխարհում և ոչ մի տեղ չլինի, դրա համար այս նման տականքներին կոպեկների հարցով կամ վախեցնելով, և ինչ են անընդհատ սրանց վերցրել, որոնք գերդաստան ունեն 2-ից ավելի երեխեք, որ երեխեքիդ այսպես կանենք, այնպես կանենք պետք է անենք, եթե վերցներ այդքան գումարները փախչեին գնային, չեն կարող այլ պետության բան հանեին կամ հիվանդության կամ իբր սատկելա դագաղը թաղեին, ընտանիքն էլ վեր կենար, ռադել էր գնար, հետո ինքն էլ թաքուն փախչեր, կարային անեն, չէ, բայց բոլորը տականք են, և սա ինքը գիտի, որ իրան թե ներսում, թե դրսում պետքա սպանեն, ինքը դրսի ստացած հրահանգները ձգձգումա, որ Հայաստանը շուտ տուրը չտա, այն պատճառով, որ մի քիչ էլ երկար ապրի, չսատկի, այս մյուսներն էլ իրանց թվում է, որ թողնելու են հեռանան ու դրանով այս հարցը փակվելու է, իսկ այս ամենը ասելուց ինչ էի ցանկանում ասել, հումանիտար միջանցք ձեզ միշտ էլ տրվել է, այդ տականքներ, հումանիտար միջանցքով պետք է թողնեիք, հեռանայիք, այս ոչխարը, այդ տականքները, այս ադրբեջանցին ինչ էլ լինի, նա կփախչի Ադրբեջան, նույն էլ սրանք, են մնացածը ձեր մասին մտածեք, հիմա բրուտը ինչ խաղա սկսել, որ Վիլսոնյան Հայաստանը ավելի թեթևա, քան իր ստրուկներ Ստալինի ստեղծած Ադրբեջանը, արհեստական պետությունը, այսինքն հիվանդ ծնված լակոտը ավելի արժեքավոր է դարձել աշխարհի համար, քան մի ծերունի, որը ամբողջ աշխարհին է դաս տվել, մի խելագար ոնց որ բոլորի դասատուներից ամենակարևոր դասատուին բռնի սատկացնի, այս վիճակի են հասցրել Հայաստանը, ես կարճ եմ խոսում, հիմա էլ ես ամենը ասեմ վերջացնեմ, ասելու բան էլ չկա, միայն սա է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատկապես հարուստներին, քանի որ ամենամեծ կուտակումները այդտեղ է, և Եվրոպայի հայերն էլ այդ կարգի միլիոնատեր, միլիարդատերեր չեն, սովորական աշխատողներ են մեծ մասը, երևի մի քանի միլիոնատեր լինի, թե չլինի, միլիարդատեր հատկապես չկա, այդ բոլորիդ, ինչպես նշեցի այստեղ, այս անձնավորությունը արդեն թե Ռուսաստանին, թե ԱՄՆ-ի կառավարություններին հրահանգ է տվել, որ բոլոր հարուստ հայերին տուն անել, իբր նրանք են աշխարհի ամենասրիկը, իբր նրանք են աշխարհի ամենակեղտոտը, իբր նրանք են աշխարհում ամենազզվելի կեղտոտ բաները անում, դրա համար, երբ որ ասում են միավորվեք, զգույշ եղեք, այսօրվա համար է ասում, այսօր ասացի, մի քանի օր հետո կտեսնեք ինչեր կկատարվի ձեր բոլորի հետ, ինչ են նաև դա կատարում են, որպեսզի ոչ մի հարուստ հայ չլինի, որպեսզի այն ամենաներքին գործերը կատարելով հետագայում էլ, որ երկրներում շատ լինեն, ասեն վերացրեք, ամեն օր վերացրեք, անասունի նման վերացնելու են բոլորին, հասկացեք, հետո չասեք չես ասել, թե Հայաստանում, թե արտասահմանում, թե Ռուսաստան, թե հատկապես ԱՄՆ-ում, բոլորից շան նման սատկացնելու են, եղածները տել վերցնեն, ինչպես կատարել են սկսած բրիտանական թերակղզու հարավային մասից սկսած մինչև Եգիպտոս և աշխարհի բոլոր տեղերից հայրին տկլոր
սպանելով վերացրել, նույնը հիմա կատարելու են։ Երբ որ մայիսին ասում էի վերադարձեք Հայաստան, այս տականքը պետք է այլևս չլինի, եկեք եւ բռունցք դարձած գնանք դրանց դեսպանատան դեմը, գնանք դրանց բոլորին դեմ դուրս գանք, ասենք այս ամենի մասին, ոչ ոքիդ պետք չէր, բոլորը ձեր գործով խառնված, նստած բոլորը ձեր տեղը, ոչ ոք մի ձայն չանեց, որ ճիշտ է սա ոչ միայն, սա աղետալի վերջ է, սա ազգի աղետալի վերջն է, նույն բանը կատարել են և ասորիների հետ, նույն բանը կատարել են բոլոր, որ տեսակներին վերացրել են նրանց հետ, դուք այդ մասին չգիտեք, դուք չգիտեք ինչեր են նրանք կատարել, նաև Ռուսաստանում բնակվող այդ 3 հիմնական տեղաբնիկ ազգերի հետ, ինչպես են նրանք համարյա անհետացման եզրին կանգնած եղել, թեպետ նրանք տարածություն չունեն, բայց այդտեղ կոչվում են այդ տիպի ցեղախումբ, իսկ հայերս ոչ մի տեղ արդեն ոչ մի տիպի անուն, ոչ մի բան չենք ունենալու, սա արդեն ծրագրված վերջն է, խելքի եկեք, երբ որ ասում են մեկ երևա, հավաքեք ձեր գումարները, միտեղից միտեղ հեռացեք, նույնիսկ մեկ ասի, որ հայ եմ, որպեսզի կարողանա գոնե տեսակին փրկել, երբ ասացի բոլորը ձերը կատարեք, ես իմ ասածը կկատարեմ, այսօր Մանվել անունով 811-ից ուղարկել էր այս կնոջ մասին երկար բացատրական, թե ոչ միայն մեր հարցով, այլև ճշմարտության համար որքան է կանգնել և ինչ է ասել բրուտին, դու դրանով աշխարհը և քեզ է ստանում կործանման, մենք մի կյանք ենք ապրում, մենք մեր կյանքը թող ապրենք մեր նման, ասելու դուրս է եկել, իսկ նա վռնդել է, ձեր լեզվով ասած ոնց ասի, ռադդ քաշի գնա իմ տանից, անմիջապես կորիստ է, այս մարդն էլ թողել դուրս է եկել գնացել, հիմա բերել է ամենատականքին, որը արդեն և Ալիևին հրահանգներ տվել, որ Ադրբեջանը չլինի, ոչ Եվրոպա կլինի, ոչ Ամերիկա կլինի, տեսակ Իսրայելի հարցը, ասեց Իսրայելի հարցը, որ դա սուտ հարց է, մեկ ոգևորվի ոչ մեկի խոսքով, եթե դու հիմար ես, քեզ ասում են, որ դու խելացի ես, մեկ ոգևորվի դրանով, արդեն Հայաստանը բոլորի հետևը բաց աղքատ, անտեր երկիր է, մեկ ուրախանա դրանից, որ որևէ մեկը կընդունի, որ ձեզ սպանել են, ցեղասպանություն են, հետո ինչ, չկարողացաք ուժեղանալ, նստեցիք այս տականքների երգը երգեցիք, 20 տարուց ավել խոսում եմ այս մասին, ոչ ոքիդ պետք չէ, հիմա էլ գալիս է վերջի վերջը, այսքանը հիշեք, կտեսնեք մի օր մեքսիկները, մի օր չեչենները հայերի տուն կմտնեն, տկլոր, կարող է նույնիսկ չհասցնեք բարեկամներին էլ ասել, որ ստեսություն, մահանում ենք, այսքանը